հավելյալ գումարներ տրամադրեց առողջության ապահովագրության շրջանակներում մեր համակարգին նոր միացած անձանց համար։ Դուք գիտեք, որ առողջության ապահովագրության շահառու են հանդիսանում մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձին, հաշմանդամություն ունեցող անձին եւ այս խմբերի համար պետությունը 100% սուբսիդավորում է։ Երբ մենք ուրախ ենք, որ մեր երկրում թե ռեզիդենտության եւ քաղաքացիության առումով մեր շահառուների թիվը ըստ էության տարվա այս 6 ամիսների ընթացքում աճել է։ Սա նշանակում է նոր միջոցներ հատկացել, որքան 8 միլիարդի շրջանակներ, 7.1 միլիարդի շրջանակներ։ Շահառուների թիվը կարող եք հարցում անել, այնտեղ մաթեմատիկական հաշվարկ է, գիտեք, քանի շահառու, այդքան անգամ 129,600 գրամ տարվա պետության պարտավորությունն է։ Սա ուզում եմ ասել, որ նաև մեր քաղաքացիների վարքագծի որոշակի փոփոխության արդյունք է, եւ նախկինում Հայաստանում 183 օր ապրելու հանգամանքը գուցե շատերը շատ ուշադիր չէին, բայց այս երաշխիքի տրամադրումը նաև մեր քաղաքացիների առումով Հայաստանում ռեզիդենտ լինելու այդ ցենզը ապահովելու առումով փոփոխություն է եղել եւ սա է եղել։ Հանվել է տիկին նախարար։ Նախարարի պարտային միջոցներ ևս ներգրավի համակարգի եւ շարունակականությունը Միակ մասը տեխնիկական հասկանալի ռեզիդենտների մասով։ Երբ որ մենք դրել ենք պահանջ ռեզիդենտության, առողջության ապահովագրության շահառուն դառնում է շահառու, եթե 1 տարվա ընթացքում նրա 183 օրը լրացել է եւ արդեն անցել է։ Եվ դրա անցնելու հաջորդ ամսվանից նա դառնում է ապահովագրության շահառու 100% պետության սուբսիդավորման։ Այսինքն այս 6 ամիսների ընթացքում եւս քաղաքացիներ են եղել, ում 183 օրը լրացել է եւ նրանք ավտոմատически ցենզը չի հանվել, պահպանվում է։ Ոչ, ցենզը մնացել է եւ ես կարծում եմ շատ կարեւոր ցենզ է եւ Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող պետական երաշխիքները պետք է ունենան նման ցենզ, որովհետեւ մեր բյուջետային միջոցներն, մեր հարկատուների գումարները իհարկե պետք է ծախսվեն Հայաստանում ապրող եւ Հայաստանում իրենց կենսական շատ եւ այն քաղաքացիները, որոնք մասնավոր սեկտորում են աշխատում կամ բիզնեսով են զբաղվում, ԱԶ ունեն, բայց բավարար շրջանառություն չունեն տարեկան կտրվածքով, իրենք կարող են միանվագ այդ տարվա գումարը վճարել 129,600 եւ դառնալ շահառու։ Ես որքանով որ փորձեցի ճշտել, ասացին, որ չէ։ Այս տարի ոչ եւ այո մեզ շատ են դիմում, որ գուցե նրանց անհատ օրինակ ձեռնարկատերերի այդ 2,400,000-ը չի գերազանցում, բայց մարդիկ տեսնելով այս երաշխիքի կարևորությունը եւ նաեւ գոհունակությունը ժողովրդի ուզում են դառնալ համակարգի մասը։ Այս առումով պետք է նշեմ, որ պիտի սպասենք 27 թվականի հունվարի 1-ին եւ 27 թվականի հունվարի 1-ից օրենքի նաեւ մյուս հատվածը, որը վերաբերվում է բոլոր աշխատավարձ ստացողներին եւ նաեւ անհատ ձեռնարկատերերին, արդեն անկախ շրջանառության չափից կմտնեն ապահովության համակարգ, բայց ես ուզում եմ նշել, որ մենք նաեւ շատ հետաքրքիր դրական տենդենս ունենք մարդկանց 200,000-ից ավել աշխատավարձ ստացողների, շահառուների խումբն է մեծացել, սա է կարևոր Այո, սա է կարևոր ձեռքբերում է, որ քաղաքացիները իրենց երաշխիքները ապահովելու համար նաեւ ակտիվ վարքագծով գալիս են մաքուր հարկային Տիկին Ավանեսյան աշխատանքից ազատվել է Լիլիթ Ղազարյանը, դեղագործական ոլորտի աշխատող է, առողջապահական ոլորտի աշխատակիցների, գնահատականների բարձր հմտությունների տիրապետող մասնագետ։ Պնդում է, որ ձեր ցուցումով է եղել, կխնդրեի մեկնաբանել։ Այդ նոր Ղազարյանի քույրն է Լիլիթ Ղազարյանը։ Պնդում իր պնդումներ։ Լիլիթ Ղազարյանը հանդիսանում է մեր դեղերի փորձագիտական օակի տնօրենի տեղակալ, եթե չեմ սխալվում, եւ նրա ազատման հետ կապված դիմումը ընդունում է որոշումը ընդունել է ղեկավարը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մանիպուլյացիաներին, եթե դրանք իրականություն լինեին, Լիլիթ Ղազարյանը կազատվեր 5-6 տարի առաջ։ Այդ դեպքում ինչ է հիմա ազատվել եւ ինչ է խնդիրը։ Ձեր ցուցումով չի եղել, դուք պնդում եք Տիկին Ավանեսյան։ Դուք տնօրենին չեք հորդորել։ Ցուցումներ եւ հանձնարարականներ տալիս եմ եւ ես այս պահին էլ ասացի, որ տնօրենի որոշմամբ իրականացվել է հաստիքների փոփոխություն եւ ազատում։ Ես նկատի ունեմ ձեր դուք կապում եք իր ազատման հետ։ Ես չկա մի բան, որ կապ չունենամ իմ համակարգում կատարվող։ Այսինքն դուք եք հորդորել, որ հեռանա։ Ես ոչ մեկին ոչինչ չեմ հորդորել, մենք իրականացնում ենք ամեն ինչով ադրսևորել։ Եթե թողեք որ պատասխանեմ։
Ես ընդհանուր առմամբ մեր բոլոր պետական իշխական կենտրոնների, ՊՕԱԿ-ների կադրային քաղաքականության ընդհանուր գծերն են որոշում եւ ասեցի տեղի է ունեցել հաստիկների փոփոխություն, իսկ թե որ հաստիկում ով է մնալու, դա իրականացրել է որոշումը։ Ինչ է հեռացվել։ Ինչ իմ պետք է նախար, ինչ դուք կարծես թե չերկեցիք, որ ցուցումը դուք եք տվել, այսինքն կամ կապ ունեք այդ ամեն ինչը, այսինքն ձեր իմացությամբ եղել, ոնց եք ձևակերպել։ Ինչու օրինակ, որն է հիմք հանդիսացել, եթե Լիլիթ Ղազարյանից գոհ են համակարգում եւ որևէ լուրջ խնդիր չի առաջացել կամ Ղազարյանի գոհ լինելու հանգամանքը կապված է նրա գործատուի հետ։ Եվ նորից եմ կրկնում, բավական է քաղաքական մանիպուլյացիաներով զբաղվել, ինչի մեծ փորձ ունի պարոն Ղազարյանը։ Եթե դուք չեք պատասխանել, ինչի համար եք, չէ՞, բայց այդ հարցին չեք պատասխանել, ինչի համար եք մարդը Թերացել է ինչ-որ հարցում, ինչ չէ։ Դրա հետ կապված հարցում ուղղակի Չէ, բայց հիմա դուք այստեղ կանգնած եք։ ՊՕԱԿ-ի տնօրենը ինքն է ձեզ դիմել, օրինակ ասել լավ չի աշխատում, եկեք հեռացնենք, դուք էլ ասել եք դե որ չի աշխատում, հեռացեք։ Թե դուք եք տեսել ասել եք ՊՕԱԿ-ի տնօրեն ջան դելի հեռացնենք այս տիկնոջը, ո՞նց է։ Հարգելինես, ես ներկայացրեցի մեր աշխատանքային process-ը, ես իրականացնում եմ մեր ուրեմն կենտրոնների ընդհանուր կադրային քաղաքականությունը, մասնավոր հարցերի հետ կապված դիմեք կպատասխանեմ։